Բարևձեշան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր օգոստոսի 28-ն է, օրն ուրբաթ։ Գյումրիում Հայաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ անցկացվում է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովը։ Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Դիվանագետների աշխատաժողովին մասնակցում է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, հայտնում են արտաքին գործերի նախարարությունից։ Ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայերին, կարելի է քննարկել Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի կանոնավոր շփումների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը RBK լրատվամիջոցին տված հարցազրույցում, որտեղ անդրադարձել է Հայաստանին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում հարավկովկասյան երկաթուղու վաճառքին, ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցության և եվրոպական ուղղությամբ Հայաստանի քայլերին։ Սերգեյ Լավրովի հարցազրույցում Հայաստանին առնչվող հատվածը մեծ չէ։ Ռուսական մեդիայում վերջին օրերին ուշադրության կենտրոնում է հատկապես Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը, եւ լրագրող Իլյա Դորոնովը հարցազրույցի Հայաստանին առնչվող հատվածը հենց այստեղից է սկսում, որն է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը այս հարցում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը իր պատասխանում շատ չի ծավալվում, միայն հիշատակում է նաեւ Հայաստանի երրորդ նախագահին։ Այնտեղ եւս մեկ նախագահ կա, որը գտնվում է քրեական հետապնդման ներքո, Սերժ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ հետո դարձավ նախագահ։ Մեր արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են դարերի ընթացքում հայ ժողովրդի շահերը միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ, եւ միշտ շատ երկար ժամանակահատվածներում մենք միասին ենք եղել, միմյանց հետ համերաշխ։ Ապա արագանցում կատարում Հայաստանի եվրոպական օրակարգին եւ այստեղ դարձյալ հիշեցնում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հարաքվե անցկացնելու պահանջի մասին։ Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել, կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել եւ որոշել՝ ցանկանում եք մտնել Եվրամիություն, թե ցանկանում եք մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում։ Իմ կարծիքով սա լիովին հիմնավորված պահանջ է։ Մի կազմակերպության նորմերը անհամատեղել են մյուս կազմակերպության նորմերի հետ։ Լավրովն արձագանքում է Հայաստանի վարչապետի խոսքին, թե հանրաքվեն կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը Եվրամիությանը հայտ ներկայացնի։ Պատրաստվի ճանապարհային քարտեզ։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը արձագանքը փոքրինչ այլ դաշտում է կառուցում։ Իմ կարծիքով սա վկայում է ոչ այնքան մեծ վստահության մասին հայ ընտրողների եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրությունը, ինչի միջև ես ընտրություն կատարում, Եվրամիության անդամակցության եւ այն իրավիճակի միջև, որում այժմ ապրում ես, երբ վերջին 3 տարիներին ապրանքաշրջանառությունը գերազանցել է $6 միլիարդ, իսկ 1 տարում հասել է նույնիսկ $12 միլիարդ, եւ երկիրը զարգացել է Եվրասիական տնտեսական միության շնորհիվ։ Վերջին ամիսներին հենց տնտեսական լծակներն էլ փորձում է կիրառել Ռուսաստանը, սահմանափակումներ մտցնելով հայկական ապրանքների նկատմամբ։ Բայց հենց այս ընթացքում էլ հայկական կողմում փորձում են նոր ճանապարհ բացել դեպի եվրոպական ու այլընտրանքային շուկաներ։ Լրագրողը փորձում է զուգահեռներ տանել Հայաստանի եւ Ուկրաինայի միջև, ասելով, որ արդյոք նման չեն իրավիճակները։ Մենք նրանց պարզապես ասացինք, եթե դուք բացում եք սահմանը Եվրոպայի հետ, մենք ստիպված կլինենք փակել մեր սահմանը, որովհետև մենք առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելով 18 տարի պայքարել ենք Եվրոպայից մաքսային պաշտպանություն ստանալու համար եւ հասել ենք դրան։ Իսկ եթե դուք ամբողջությամբ բացվում եք, ամեն ինչ կհեղեղվի դեպի մեզ։ Հարցազրույցի մյուս հատվածում անդրադարձ է կատարվում հարավկովկասյան երկաթուղիների հարցին։ Լավրովն էլ պատասխանում է, թե բոլոր հարցերը կարող են դիտարկվել փոխվարչապետների շփումների ժամանակ։ Մենք ունենք փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը, որը RŽԴ-ի մոտ գտնվում է կոնցեսիոն կառավարման ներքո։ Եվ մենք զարմանքով լսում ենք, թե ինչպես են այս հարցերը, եթե դրանք արդեն առաջացել են գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն, անմիջապես տեղափոխվում հանրային դաշտ։ Օրեր առաջ վարչապետն ինքն ասաց, որ դիմել է Ռուսաստանի գործընկերներին, խնդրել է ճկունություն ցուցաբերել եւ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի, որպիսի հնարավոր լինի խուսափել պատժամիջոցային ռիսկերից եւ Հայաստանը դիարժեքորեն ինտեգրել միջազգային երկաթուղային ցանցին։ Մինչդեռ ռուսական կողմը իր հերթին հայտարարել է, թե Հայաստանը եթե դադարեցնի կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի բոլոր ներդրումները։ Տիսնա Լագուլյան, Հորիսոն։
Հայաստանը փորձում է իր ապրանքների արտահանումը վերակողմնորոշել դեպի Եվրամիություն, սակայն մատակարարումների ծավալը նվազագույն է, հակառակ լավատեսական հայտարարությունների։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Պաշտոնյանը ընդգծել է նաև, որ այդ փորձը չի վերացնում հանրապետությունում արտադրանքի անվտանգության ապահովման արդյունավետ եւ համակարգված աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունը։ Եվրոպական միությունում նույնպես գործում են սանիտարական եւ բուսասանիտարական պահանջներ, թեկուզ ինչ-որ բանով տարբերվող մեր պահանջներից։ Իսկ Հայաստանից դեպի Եվրամիություն մատակարարումների ծավալը, չնայած լավատեսական հայտարարություններին, դեռևս նվազագույն է, ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից Միքայել Աղասանդյանը։ ԱՄՆ կենտրոնական հետախուզության ղեկավար Ջոն Ռեդքլիֆի կարճատև այցը Մոսկվա լայն քննարկումների տեղիք է տվել։ Դա արվել է ոչ հրապարակային, բայց թե ռուսական, թե ամերիկյան կողմը նշում է, որ դրանում արտասովոր ոչինչ չկա։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել են հետախուզական ծառայությունների իրավասության ներքո գտնվող հարցեր։ Նրա խոսքով դա նուրբ ոլորտ է եւ նման շփումներ գրեթե ամեն օր տեղի են ունենում բոլոր երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Ռեդքլիֆը ըստ պաշտոնական տեղեկատվության չի հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, իսկ Պոլիտիկո պարբերականը գրել է, որ ամերիկացի պաշտոնյան Մոսկվա է ժամանել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ հնարավոր հարձակումները կանխելու եւ նախազգուշացումներ փոխանցելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ամերիկյան տարածքներից մեկը։ ԱՄՆ տարածքներ մակագրությամբ հրապարակման մեջ պատկերված են նաև Գուամի, Վիրջինյան կղզիների, ամերիկյան Սամոայի, Մարշալյան կղզիների դրոշները։ Առանձին հրապարակման մեջ ներկայացված է Կանադայի տարածքում գտնվող Օնտարիո լիճը, որը Թրամփն անվանափոխել եւ Ամերիկա լիճ է անվանել, խորացնելով Կանադայի հետ ունեցած անհաշտությունները, գրել է Reuters-ը։ Նեպալում եւ Չինաստանում հզոր սողանքների եւ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 500-ի, իսկ ավելի քան 1400 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Զոհերի մեծ մասը Նեպալում է, առնվազն 469 մարդ։ Անհետ կորածների զգալի մասը մոտ 579 զբոսաշրջիկներ են, հիմնականում Հնդկաստանից։ Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է հետագա ջրհեղեղների վտանգը։ Տիբեթի աղետի գոտու կենտրոնում փրկարարական աշխատանքները 3 դադարեցվել են կրկնակի ջրհեղեղի վտանգի պատճառով։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է 4,4 մագնիտուդով, իսկ ավելի ուշ 5,2 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Հավանաբար տեղի է ունեցել սառցադաշտի փլուզում, որին հաջորդել է սառույցի եւ քարերի հոսքը։ Շաքարի համաշխարհային գների կտրուկ բարձրացում է նկատվել, դրան գերազանցել են ապրիլին գրանցված առանց այդ էլ բարձր գինը եւ այժմ 2%-ով էլ ավելին են։ Այդ մասին նշում են միջազգային բորսաները։ Ընդհանուր առմամբ վերջին շրջանում շաքարի գնի բարձրացումը կազմում է 26,5%։ Նոր ուսումնական տարին նոր առաջնահերթություններով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ասուլիսում հայտնել է, որ 2026 թվականը կրթական համակարգում ընթերցանության տարի է։ Միաժամանակ նախարարությունը շեշտադրում է կրթության բովանդակության զարգացումը, արհեստական բանականության պայմաններում նոր հմտությունների ձևավորումը, ուսուցիչների մասնագիտական զարգացումն ու դպրոցներում անվտանգ միջավայրի ապահովումը։ Դասագրքերի մասով բոլոր դասագրքերը տպագրված են, փոխանցված են դպրոցներին, որևէ խնդիր դասագրքերի հետ մենք չենք ունենալու եւ այդ իմաստով կարծում եմ խնդիրներ չեն լինի։ Ամբողջ տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր երեխաների ընթերցանության խրախուսման ծրագրերին ու պետք է ասեմ, որ սա ունի ֆունդամենտալ նշանակություն երեխաների առաջադիմության եւ ցանկացած այլ առարկայից սովորելու արդյունավետության տեսանկյունից եւ այդ իսկ իմաստով ընթերցանությունը նաեւ նախատեսված է կառավարության նոր ծրագրում իբրև առաջնահերթ ուղղություններից մեկը եւ վստահաբար ընթերցանության ուղղության կենտրոնացումը կօգնի, որպեսզի մենք այս ուղղությամբ ավելի թիրախային եւ նպատակային աշխատանք անենք։
Տարին կմեկնարկի գրքի միջազգային 9-րդ փառատոնի շրջանակներում արդեն 2026 թվականի սեպտեմբերի 4-ին եւ մենք նախատեսում ենք գրքի փառատոնի շրջանակներում ունենալ առանձին քննարկումներ, ինչպես խթանել ընթերցանությունը թեմայով, որ մենք պլանավորել ենք նաեւ մեծ ծավալի աշխատանքները իրականացնել թվային տիրույթում։ Պետք է ասեմ նաև, որ այս տարին մեզ համար կարևորվելու է նրանով, որ սեպտեմբերից մեր բարձրագույն կրթության եւ հանրակրթության համակարգի համար հասանելի է դառնում արհեստական բանականության կրթական գործիքները շատ մեծ ծավալով։ Firebird-ի եւ OpenAI-ի հետ համագործակցությամբ 50,000 բաժանորդագրությունը դառնալու է հասանելի եւ այդ բաժանորդագրության միջոցով մենք նախատեսում ենք, որ թե մեր սովորողները, իդեպ հանրակրթության պարագայում խոսում ենք բացառապես ավագ դասարանների մասին եւ թե բուհական համակարգը ունենա հնարավորություն արհեստական բանականության կրթական գործիքները օգտագործել։ Ինչու եմ շեշտում կրթական գործիքները, օրինակ վստահաբար դուք ծանոթ եք ChatGPT հարթակին, բայց կա ChatGPT Edu գործիքակազմը, որը պլանավորված է հենց կրթական գործընթացներին արհեստական բանականության աջակցությանը։ Ինչ է սա նշանակում։ Պատկերացրեք օրինակ, որ դպրոցի տնօրենը, որը ամբողջությամբ էլեկտրոնային մատյանում թվային տիրույթում տեսնում է երեխաների գնահատականները, բացակայությունները, արհեստական բանականության գործիքակազմով կկարողանա նաև օրինակ վերլուծություններ ունենալ եւ իր համար հասկանալ ավելի խոցելի տեղերը, այն ուղղությունները, որոնց վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի։ Սա մեկ ուղղություն է, ինչպես դպրոցի ադմինիստրացիան կարող է արդյունավետ օգտագործել եւ նաեւ իր աշխատանքները դպրոցի մակարդակում ճիշտ պլանավորել։ Ուսուցիչները ունենալու են հնարավորություն գործիքակազմի միջոցով մեխանիկական աշխատանքից ազատել իրենց ժամանակը եւ կենտրոնանալ ավելի ստեղծագործական աշխատանքի վրա։ Օրինակ, այս գործիքակազմը կարող է օգնել տարբեր առաջադրանքների կազմմանը, տարբեր թեստերի կազմմանը, կարող է օգնել նաեւ թեմատիկ պլանավորմանը եւ այստեղ իհարկե կարծում ենք, որ մեր թե ուսուցիչները եւ թե տնօրենները կունենան մեծ աջակցության կարիք եւ առաջիկայում կլինեն նաեւ համապատասխան ուղեցույցներն ու տեսանյութերը։ Մուշ 2 թաղամասի շենքերում դեռ տան հատակ, մուտք ու բակ են քանդում, որպեսզի վերացնեն ներքին կոմունիկացիայի վթարներն ու խցանումները։ Այս խնդիրները թաղամասի շենքերում ի հայտ են եկել հանձնման օրվանից։ Բազմաթիվ շինթերություններով 2010 թվականին կառուցված բնակելիները չունեն նկուղներ, կոյուղատար ջրատար ցանցում առաջ եկած խնդիրները կարգավորվում են շենքը ներսից ու դրսից փորելով։ Պրոբլեմի լուծումը մնացել է բնակչի ու համատիրության դարդուցավը։ Վթարավերացման աշխատանքները ըստ քաղաքապետարանի ապօրինի են։ Կոյուղին ամբողջ մեր տանտակ լալցում, դա եսանի թույլտվությամբ քանդել ենք, որպեսզի պարզաբանենք։ Հենց տան մեջ դա կլինի խոհանոցի, ննջասենյակի թե հյուրասենյակի հատակը քանդելու փորելու ենթակա է դառնում, երբ խմելու ջրի կամ կոյուղագծերի վթար է առաջ գալիս։ Խնդիրը Մուշ թաղամասի 2010 թվականին հանձնած բոլոր շենքերի առաջին հարկերում է։ Այդ թվերին բնակելիները կառուցեցին առանց նկուղների։ Առաջին հարկերում խոնավությունն ու բորբոսը մշտական են, շենքի տակով անցնող կոյուղատար ցանցի թերությունները գետնի տակ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ խցանում կամ վթար չի լինում։ Կոյուղին չի աշխատի, կոդրված են, ծրվել են, մենք փորել ենք տվել, բնակիչը փորել է իր ուժերով, մենք պատը բացել ենք տվել, ամբողջ ցանցը փոխել են նորից դուրս կեշտանք, թազա նորից կոյուղագծեր են, վերջից հետ, խորունգից հետ փորել են, նորից հավաքելով կոյուղագծերը կեշտանք մինչև դիդահոր, որպեսզի կոյուղին աշխատի նորմալ։ Կարին համատիրության նախագահը 16 տարի է նույն գործն է անում։ Կամ բնակարանի հատակն են քանդում, կամ դրսից շենքի տակն են փորում, որ հասնեն թերություններով կառուցած ներքին կոմունիկացիաներին։ Շենքերի շահագործման օրվանից այս կրակի մեջ են հայտնվել, իսկ հետ արած հողի հասչերտը քանի գնում ավելի շատ է նստվածք տալիս, ինչը նոր վթարների պատճառ է դառնում։ Խոնավություն, կաֆեդները մշտական, բորբոսնած, մշտական ես կսրբեմ։ Եկանք շատ մեծ պրոբլեմներով, քանդինք ու ծակ խողովակները գծած։ Հողը նստել է, իրանք բացվել են, ջուրը, լծվիկը տուն գլեց։ Քանդել ենք, խողովակները սաղ փոխել ենք, մի պիտի պատնուց շարենք։ 2010 թվականին կառուցված շենքերը բազմաթիվ անորակություններով այդպես էլ հանձնեցին բնակիչներին։ Շինարարի նկատմամբ նշանակված երաշխիքային ժամկետներն էլ ավարտվեցին առանց թերությունները վերացնելու։
ու ամեն ինչ մնաց բնակչի ու համատիրության անելիքը։ Տունը խոնավցել էր, քանդեցինք տունը, բացեցինք, նայեցինք, որ ջուրը դուրս չի էշտա, գծերը նստած առանձնացած է իրարից 30 սանտից տեղ հողը նստվածք ունի։ Վթար ու խցանուն վերացնելուց հետո շատ դեպքերում շենքերի տակից հանած մեծ քանակի հողը հետ լիցք չեն անում, որովհետև նույն տեղում խցանում նորից է լինում։ Լարիվ ջուր, լողավազան, տրուբեկ ենկան նեղենոր, թուղթ է, սնկերեխա է, քծեգը, ուշադրություն չեն դարձնեք, ու կաստեղ կհավակվի ջուրը տրուբից դուրս կուդակ շենքի տակը։ Մենք ավրինք 4-րդ հարկ, առաջի հարգի աբրողը գսե բոլորըս միասին տիրություն արինք։ Շենքերը սպասարկող համատիրությունը պատասխանատու է բնակելիների ներքին կոմունիկացիաների համար։ Այն վիճակը, որում հայտնվել են Մուշի բնակիչները, քաղաքապետարանին ևս հայտնի է, բայց խնդիրն ինչպես լուծելու տարբերակը մնացել է բնակչի ու համատիրության վրա։ Այնինչ 16 տարի արվում է, քաղաքապետարանն ասում է, թե դա խախտում է եւ կարող է ազդել շենքի սեյսմակայունության վրա։ Շատ իզուն են դուրս բերում։ Իսկ արվածողը դուրս բերելու իրավունք չունեն, իրանք թույլտվություն չունեն։ Դա պետք է մի կողմ տանեն, կորղագիծը սպասարկեն, հետո նորից հետ լցնեն տեղը։ Իսկ հողը դեղից դուրս բերելու իրավունք չունին։ Դա ապօրինության առաջին հենց քայլն է։ Հնարավոր չէ ոչ ձեռքով, ոչ մեքենաներով բացելու։ Դուր համար ստիված բացենք կեսանցքը, որենք հողը քանենք, որը կրնանանք մենք այդ բանն է։ Շինարարական խախտում չկա, այստեղ բադի հաստությունը 15 սանտի բետոն է, լցած է, այնքան որ հողը ներսից դուրս չգա, հողը այդ բետոն դուրմար է լցած։ Մենք կարող հեծաններին ոչ մի ձեռք չենք տալիս, մենք ընդամենը այս բադն ենք բացում, հողը ոչ մի դեր չի խաղում շենքի մեջը։ Իսկ ինչպես լուծել շենքերի կոյուղիների կամ ջրագծերի հարցը, երբ ներքին ցանցի սպասարկումը համատիրության խնդիրն է, իսկ տան հատակ ու մուտքեր փորելուց բացի այլ տարբերակ չկա վթարները վերացնելու։ Առանց թույլտվության արածը ապօրինություն են համարում քաղաքապետարանում, բայց խնդրի լուծման այլ տարբերակ չունեն առաջարկելու։ Միևնույն ժամանակ պատրաստվում են վարչական տույժ կիրառել համատիրության նկատմամբ։ Շենքեր կան հանձնվել են նգուղը փակ վիճակով, այսինքն հող կա, ինչ որ հողատարածք է մեջը։ Դա ոչ մի ձևով չի խանգարում նգուղների մաքրման կամ կոյուղագծերի մաքրման աշխատանքներին։ Ինչպես որ սովորական հողի վրա են բացում լուքերը, նույն ձևով կարող են բացել այն շենքի տակ։ Դա համատիրության սրբագույն պարտականությունն է։ Ուրիշ տեսակի լուծում չկա այստեղ։ Սիգե էս լուծումը էս է, գտել ենք էս տարբերակ։ Կար տան միջից մի էս փորելը պետք է փորվի, ընդեղից որ չփորենք, ընդեղից չփորենք, դուք պատկերացրեք, այստեղ պետք է բացենք, ու այստեղից 2 կամաս հող պետք է դուրս հանենք։ Ապօրինություն է նաև, որ հողը հետ լիցք անելու փոխարեն բնակիչները փորաստարածքները դարձնում են նկուղ։ Այդպիսի երկու դեպքի վերաբերյալ քաղաքապետարանի համապատասխան բաժինը վարչական արձանագրություն է կազմել։ Եթե բացել քանդել են հողը դուրս են հանել, կարող են զուտ թողնել հողը այդպես ու նգուղը չօգտագործել, բայց փաստացի նգուղը օգտագործում են որպես բնակարան, մեկ մասը օգտագործում վարսավիրանոց ու նմանատիպ կառույցներ են օգտագործում շենքի նգուղային հատվածները։ Համատիրության ղեկավարից պահանջել են քաղաքապետարան ներկայացնել այն շենքերի ցանկը, որտեղ փորման աշխատանքներ են կատարել։ Թաղամասի 22 շենքերից մեծ մասի վթարված ջրագծերն ու կոյուղատար ցանցը համատիրությունը փոխել է մուտքեր ու բնակարանների հատակներ քանդելու եղանակով։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Մեծ նվաճում հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ 3 Երևանում Հայաստանի չեմպիոն Արարատ Արմենիան Եվրոպա լիգայի 2026-27 թվականների մրցաշրջանի անցումային play-off փուլի պատասխան խաղում 1-0 հաշվով պարտության մատնեց ռումինական Ունիվերսի Տատեա Կրայովայային։ Այսպիսով Արարատ Արմենիան առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։ Այս հաղթանակը կարևոր էր ոչ միայն Արարատ Արմենիայի ֆուտբոլիստների, այլև հայկական ֆուտբոլի համար, որովհետև առաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է Եվրոպա լիգայում։ Հիմա էլ չկա որևէ պատճառ, որ մենք մեզ մեր երազանքներից զրկենք։ Մենք գնալու ենք մեր հաջորդ նպատակների հետևից։ Հետխաղային ասուլիսի ընթացքում ասել է թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։ Այժմ լրահոսը այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Իսկ քիչ անց Շանթ Գյումրիի ուղիղ եթերը կշարունակի տեսանկյուն հաղորդաշարը։